արիություն, ահա թե ինչ է պակասում մեզանում։ Դա փաստ է եւ երևում է բոլոր մակարդակներում։ Ցավոք սրտի, հենց արիության պակասն է արտահայտվում դրանում, որ հայրենիքը ծախեցին եւ փոխանակեցին հայրենիքը այն ճղճիմ իբր թե խաղաղության եւ իբր թե կայունության կեղծ գաղափարով, որն էլ արտահայտվում է միայն դրանով, որ փաստացի կայուն է միայն այն կրակը, որ կաթսայտակ է վառվում, որի մեջ մենք ամբողջ Հայաստանով եփվում ենք։ Հենց արիության պակասն է, որ արտահայտվեց դրանով, որ մարդիկ պատրաստակամ հողեցին սեփական խիղճը եւ պատիվը եւ հանձնվեցին բոլոր մակարդակներում եւ չպայքարեցին սեփական հայրենիքի համար։ Հենց արիության պակասն է, որ արտահայտվում է դրանով, որ հանցագործը զավթել է իշխանությունը, նստած է իշխանության գլխին եւ հեգնում է այն ամբողջ սրբությունները, որ մենք ունենք ազգի մակարդակում։ Արիության պակասն է արտահայտվում նաեւ դրանով, որ սրտի մեջ այն խորքային մակարդակում ենթագիտակցության մեջ արկա անհամաձայնությունը բռնաբարված պատվի վերաբերյալ փաստացի արտահայտվում է սարսափելի ձևով, դուրս է գալիս փողոցային ծեծկրտուկների, սպանությունների տեսքով, հենց որովհետև խորքում համաձայն չեն, որ արիությունը պակասում է։ Եվ դրանով մենք տեսնում ենք այդ սարսափելի իրողությունները, սարսափելի նաև դժբախտ պատահարներ։ Եվ հենց արիության պակասն է արտահայտվում նաև մանր մակարդակներում, դրանում, որ ոչ երեխաների եւ ոչ երիտասարդների մեջ այլևս չկան երազանքներ, եւ միակ բանը, որի մասին երիտասարդները մտածում են, դա այն զանգվածային ընդհանուր առմամբ օգտագործման տարրերն են, որոնք որ տենց քչից շատից վճարվող աշխատանք, քչից շատից նորմալ զույգ եւ ազատ ժամանակ, որպեսզի անիմաստ մնան հեռախոսի մեջ։ Այս ամբողջը արիության պակասն է, եւ մենք տեսնում ենք արիության պակասը բոլոր մակարդակներում։ Ու սա հիրավի սարսափելի է, բայց օգնությանը մեզ նորից ու նորից գալիս են արտահայտություններ հին ժամանակներից, տարբեր ազգերից, օգնելով մեզ, որ լույսը երբեք չմարի։ Եվ այդպես տեսնենք, թե ինչ արտահայտություն մենք ունենք այսօր։ Տեսնել, թե ինչ է պահանջում պարտքը, բայց չանել այն արիության բացակայությունը։ Կոնֆուցիոս։ Կոնֆուցիոս, չինացի մեծագույն մտածող, ուսուցիչ եւ փիլիսոփա, որը հիմք է դրել կոնֆուցիականություն ուսմունք փիլիսոփայությանը։ Կայսերական Չինաստանում կոնֆուցիականությունն ավելի քան 2000 տարի եղել է հիմնական կրոն ու պետության կազմակերպման սկզբունք։ Այսօր էլ նկատելի է դրա ազդեցությունն ասիական մի շարք երկրներում։ Կոնֆուցիականության հիմքում են մարդասիրությունը, բարոյականությունն ու արդարությունը։ Այս արտահայտությունը մեզ համար իհարկե մեծ օգնություն է, որովհետև մենք հիրավի տեսնում ենք արիության բացակայություն։ Դեռ ավելին, վերջին տարիներին մենք մեր հերթին անդադար փորձում ենք նորից ու նորից արծարծել արիության թեման, որպեսզի փորձենք այս կամ այն ձևով նպաստել, նորից զարգացնել, նորից ծիլեր տալ, նորից վկայակոչել։ Բայց այս արտահայտությունը տալիս է մեզ հնարավորություն գալու հակառակից։ Եվ ըստ այդմ մենք կարող ենք մտածել, որ եթե մենք այնուամենայնիվ կատարենք մեր սեփական պարտքը, ապա արիությունը նորից կրտնանա մեր մեջ, որովհետև ինչպես մենք գիտենք, արիությունը շատերի սրտերում միևնույն արկա է, պարզապես խորքում, եւ այդ ամբողջը կոծկված է վախկոտությամբ բոլոր մակարդակներում։ Եվ դրա համար երկու բան է անհրաժեշտ։ Առաջինը ընկալել սեփական պարտքը։ Եվ այդ պարտքը մարդիկ ընկալում են հիրավի, շատ խորքում, խուսափելով, թաքցնվելով, որովհետև բոլորը նախընտրում են կամ զազրախոսել կամ շատախոսել անիմաստ ձևով աբստրակտ հասկացությունների մասին, արհեստական ինտելեկտ, այլ երկրներում կատարվող տարրեր եւ այլն, միայն թե չառերեսվեն սեփական պարտքի հետ, իսկ որն է այդ պարտքը, դա մշտապես մնում է նույնը, բարոյական վեհագույն արժեքները, հավատը,
զարգացումը ընդհանրապես, բայց նաև կոնկրետ, շոշափելի, այստեղ եւ այժմ պայքարել սեփական հայրենիքի համար, ապահովել սեփական հայրենիքի անվտանգությունը եւ ապահովել թույլերի պաշտպանությունը եւս։ Եվ երկրորդը ըստ այդմ ինչ որ անհրաժեշտ է, դա ստանձնել եւ կատարել այդ պարտքը։ Եվ սա է ճշմարիտ ճանապարհը։ Եվ հենց դրանով մենք այժմ հասկանում ենք, որ այստեղ եւ այժմ անհրաժեշտ է պայքարել, որովհետեւ նրանք, ովքեր պղծում են ամբողջ արժեքները, նրանք, ովքեր պղծում են բոլորի պատիվը, բոլորի խիղճը, բոլորի արիությունը հենց, նրանք պետք է պատասխան տան։ Եվ դրա համար նորից մենք կոչ ենք անում բոլորին պայքարելու հանուն վեհագույն արժեքների, որպեսզի լույսը երբեք չմարի։